Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, ընդհանուր առմամբ դեկտեմբերի 28-ից սկսված իրավիճակ է Իրանում, որ չի հանդարտվում, ցույցերը նկատի ունեմ։ Ինչից են առաջացել, գիտեմ, որ դա ազգային արժույթի անկման հետ էր կապված, բայց իրականում միակ պատճառը դա էր, թե այլ պատճառներ կան խորքային եւ ուր կարող է հասնել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ լայն ընդգրկում է արդեն ունենում 31 նահանգներ, 29 քաղաքներ, արդեն ռազմական հարձակումներ կան երկու կողմից ոստիկանների եւ ցուցարարների, այսինքն ուր կարող է հասնել այս բախումները, ցույցերը եւ արդյոք կարող ենք սպասել իշխանափոխության, թե դա անհնարին եք համարում, որովհետեւ նաեւ նման կոչեր կար։ Շատ ծավալուն հարց եք տալիս, փորձեմ անջատել առանձին ուրեմն հատվածներ եւ մասառնաս պատասխանել։ Տեսեք, առաջին հերթին սկսենք նրանից, թե պատճառները միանշանակ տնտեսական են, այսինքն ազգային արժույթի շատ ասես կտրուկ արժեզրկումից, որը ազդեց միանգամից ուրեմն շուկայի վրա, Թեհրանի շուկայից սկսվեց բողոքի գործողություն, իսկ արևելքի համար սա ամենակարևոր ցուցիչներից մեկն է, այսինքն քանի որ առևտուրը, շուկան, արևելքի ամենակարևոր ուրեմն այդ այսպես մշակույթ ասենք շատ կարևոր միջավայր ասենք, որտեղ զարգացումները ազդում են պետության ներքին կյանքի վրա, արևելքի համար սա շատ կարևոր ցուցիչ է։ Այսինքն սկսվեց շուկայից, Թեհրանի շուկայից անմիջապես, որպեսզի այսպես համեմատական ավելի տեսանելի լինի պատկերը ինչի մասն է խոսքը, սրանից 10 տարի առաջ Միացյալ Նահանգների $1, այսինքն 2015 թվականին, երբ որ Իրանը ուրեմն եւ Իրանի միջուկային համաձայնագրի հետ կապված պայմանավորություններ ձեռք բերվում, Իրան 6-յակ այդ գործարքներ տեղ ունենում, $1, եթե չեմ սխալվում, արժեր մոտավորապես 35,000 ուրեմն ռիալ։ Իսկ վերջին տվյալները, որոնց պատճառով այսինքն արժեզրկման այդ արդյունքը, որի պատճառով էլ այս գործողությունները մեկնարկեցին, $1 հասել էր 1,450,000 ռիալի։ Տեսեք ինչքան մեծ արժեզրկում է տեղ ունեցել։ Այսինքն սա շատ կարևոր ցուցիչ է, այսինքն այն մարդկանց համար, ովքեր այն տնտեսվարողների համար, բիզնեսմենների համար, առևտրականների համար, ովքեր ներմուծում են իրականացնում, սա մեծագույն հարված էր եւ սրանով պայմանավորված սկսվեց բողոքի գործողությունները։ Կրկնեմ, Պետրոսյան, ներողություն եմ խնդրում, քիչ էին նաեւ խոսակցությունները, որ Թրամփ-Նեթանյահու այդ հայտնի հանդիպումը, այդ հանդիպման ժամանակ օրակարգում եղած Իրանի հարցնել է նպաստել, որ Ես գալիս եմ դրան, տեսեք, 12-օրյա պատերազմից հետո Իսրայել-Իրան, Իսրայելի հարձակումից հետո շատ կանխատեսել էր, քանի որ ըստ էության պատերազմը դադարեցվեց նաև այն պատճառով, որ այս Իսրայելի հարձակումները չզուգորդվեցին կամ չնպաստեցին երկրի ներսում բողոքի լուրջ գործողությունների։ Հակառակը այս արտաքին ագրեսիան ինքը ավելի ամրապնդեց, ավելի միասնականացրեց իրանական հասարակության, այսինքն լուրջ ներքին բողոքի գործողություններ չկային։ Դրա համար նաև կանգնեցվեց պատերազմը, այսինքն եթե Իսրայելը տեսներ իհարկե Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ փոխհամաձայնությամբ, որ երկրի ներսում սկսվում է լուրջ բողոքի գործողություն, այսինքն բնակչությունը, ազգաբնակչությունը ուրեմն սկսում է արդեն գործել ընդդեմ իշխանության, վստահ եմ այդ պատերազմը շարունակվել էր, բայց քանի որ այդ միտումը չկար, դադարեցվեց։ Եվ արդեն այս կանխատեսելի էր, որ արտաքին դերակատարները աշխատել են հենց այդ ուղղությամբ, որովհետև դրանից հետո մի քանի կարևոր զարգացումներ կային, բայց որոնք վերահսկելի են, կառավարելի են։ Օրինակ տևական ժամանակ հատկապես մեծ քաղաքներում ջրի խնդիր կար, էլեկտրականության խնդիր կար, օրվա մի քանի ժամերով, օրինակ նույն Թեհրանում պարբերաբար հովարային անջատումներ են լինում, ջրի լրջագույն խնդիր կար։ Բացի դրանից օդի աղտոտացության խնդիր կա էլի մեծ քաղաքներում, բայց դրանք կառավարել են։ Այս տնտեսական ուրեմն այս արժեզրկման հետևանքով տնտեսական բողոքը ինքը արդեն նպաստեց, որպեսզի ամբողջ երկրով մեկ ծավալվեն նման գործողություններ։ Հիմա գալիս ենք հաջորդին։ Արդյոք ուղիղ կապ ունի թե ոչ։ Կարծում եմ չուներ։
Բայց տեսեք, ես ասում եմ, որ արտաքին դերակատարները աշխատում են այդ ուղղությամբ, բայց անակնկալ էր գործողությունը, այսինքն այդ զարգացումները անակնկալ էին, բայց վստահ եմ, որ դրանք միանգամից մտան ուղղորդման փուլ, որովհետև այնուամենայնիվ Իսրայելի հակաիրանական գործողությունների սցենարում նման զարգացումները ուղղորդելու ուրեմն տարբերակներ մշտապես եղել են։ Դա է պատճառը, որ օրինակ չգիտեմ, տարբեր հատկապես արտասահմանյան մամուլում մշտապես գրում են այս թեմաներին անդրադարձ կատարելիս, որ այդ ցուցարարների կողմից բազմաթվեն Մոսադի գործակալները։ Եվ դա իրականում այդպես է, որովհետև Իսրայելը ունի շատ մեծ գործակալական ցանց Իրանի ներսում, չի բացառում, որ օրինակ այդ բռնի գործողությունները, այդ անկարգությունները, հիմնականում կարող են նաև ուղղորդված լինեն այդ ուրեմն արտաքին ուժերի կողմից։ Նպատակը այն է, որպեսզի մղեն, հատկապես հաշվի առնելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ եթե Իրանի իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեն, ապա Միացյալ Նահանգները օգնելու է աջակցել ցուցարարներին։ Այսինքն դա ինչպես հասկանալ, այսինքն ինչպիսի միջամտություն է ակնարկում Միացյալ Նահանգները։ Դե այս պահին կարծես թե սպառնալիքի տեսքով է, ես չեմ կարծում, որ Իրանում կա հստակ սցենար, Միացյալ Նահանգներում կա հստակ սցենար, եթե Իրանում այդ այսինքն բողոքի ցույցերը ու դե բաժիշ գործողությունները այսպես լայն ծավալ ստանան, ինչպես են իրեն գործելու։ Կարծում եմ, որ այս պահին Իսրայելը ավելի շատ ուրեմն ներգրաված է պրոցեսների մեջ եւ տեսեք դրա համար ասում, այստեղ անակնկալ բողոքի գործողությունները տեղ ունեցան։ Մեծ հաշվով չեմ կապում դրանք Նեթանյահու-Թրամփ հանդիպման հետ, բայց այն որ այդ հանդիպման ընթացքում օրակարգային առաջնային խնդիրներից մեկը եղել է Իրանը, վստահ կարող եմ ասել ինչ խնդիրներ են եղել քննարկվել, դրանք հրապարակային են, առաջինը Գազայում հրադադարի երկրորդ փուլը, Իսրայելը պնդում է, որ դուրս չգա այն դիրքերից, որոնք որ զբաղեցրել է, որտեղ երկրորդ փուլով պետք է Իսրայելը դուրս գար ամբողջովին Գազայի հատվածից, Համասն պետք է զինաթափեր, իսրայելական կողմը չի ուզում դուրս գա։ Սա առաջի։ Երկրորդ խնդիրը բնականաբար Իրանն է, այսինքն քննարկվել է, թե ինչպես պարտադրել Իրանին հրաժարվել ընդհանրապես միջուկային ծրագրից եւ հրթիռաշինությունից։ Երրորդը դա Սիրիայում իրավիճակն է եւ Թուրքիայի գործողությունը։ Այսինքն այս երեք հիմնական խնդիրները, իհարկե ացանցել հարցեր եւս վստահաբար եղել են, այնտեղ մեծ մեգա պրոյեկտ է տրանսպորտային քննարկում, կարծում եմ դա էլ իսրայելական կողմը բարձրաձայնել է, որպեսզի ինքն էլ մաս կազմի, ընդ որում սա էլ հետաքրքիր թեմա է, կարծում հետագայում առիթ կլինի սրան անդրադառնալու, որտեղ սա շատ լուրջ մրցակից է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքին, որը իրանական եւ հնդկական կողմերն են նախաձեռնում։ Տեսեք, եւ բայց այդ բնականաբար այդ բանակցությունները եւ այլն նաեւ քարոզչական առումով ազդեցին process-ի վրա, որովհետեւ երբ որ գործողությունները բողոքի սկսվեցին, դրանից հետո եւ Դոնալդ Թրամփը անդրադարձավ դրան, եւ Նեթանյահուն անդրադարձավ, Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարարներ աջակցությունը հայտնել բողոքի գործողություններին, դրան զուգահեռ այսպես էլի քարոզչական առումով բնականաբար Վենեսուելայում տեղ ունեցածը ազդեց այս process-ների վրա եւ իհարկե դարձյալ այդ Վենեսուելայի իրադարձությունները վերլուծելիս Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաների ակնարկները ուղղված Իրանին, որ Իրանը եւս պետք է զգուշանա այս process-ում։ Այսինքն մենք նախնական ունենք այսպիսի վիճակ, եթե ամփոփեմ, հետո ավելի հնարավոր զարգացումների մասին կխոսենք, ունենք օբյեկտիվ պատճառներով ուրեմն մեկնարկած բողոքի գործողություններ, որոնք ակնհայտ կերպով այսպես տարածման միտում ունենք միջամտություն, արտաքին միջամտության փորձ այս process-ների վրա եւ ունենք արտաքին շատ կարեւոր հետաքրքրություն այս process-ների հետ կապված, որոնք հող են նախապատրաստել, հիմք են ստեղծում հնարավոր արտաքին միջամտության։
Իսկ հետագա process-ները արդեն ցույց կտան, թե ինչ ուղղությամբ զարգացումները կընթանան։ Քանի որ ցուցարարները հաճախ վանկարկում են նաև, որ ուզում են այս իշխանություններից ազատվել եւ հիմնական կարծես թե թեմաներից մեկը ցուցարարների հենց դա է, որ իշխանությունների հանդեպ նաև ունեն դժգոհություններ։ Մազուտ Փեզեշքյանը արձագանքեց եւ ասաց, որ պատրաստ են լսել, այո, տնտեսական դժգոհությունները տեղին են, պետք չէ այստեղ արտաքին հետք փնտրել եւ անգամ պաշտոնան կարեց կենտրոնական բանկի նախագահին եւ այսպես շարունակ։ Հիմա մի կողմից հայտարարվում է, որ արտաքին հետք պետք չէ փնտրել, սա պարզապես տնտեսական, այսպես ասած, բողոք է հանրության կողմից։ Մյուս կողմից խոսվում է նաև այդ միջամտությունների մասին, բայց եթե արտաքին միջամտության մասին ենք խոսում, Իսրայելը մինչև որ կարող է գնալ, օրինակ սա կարող է նոր պատերազմ բերել, Իրան-Իսրայել պատերազմ նկատի ունեմ, Իսրայելը կարող է այս պահին գնալ նոր հարձակման։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Իրանում շատ մեծ մտավախություն կա այս հարցում եւ նաեւ իրանական կողմի մեղմ արձագանքը եւ մինչեւ այսօր էլ համեմատած SSA համեմատություններ կան նախորդ նմանատիպ ճգնաժամերի հետ, համեմատած դրանց հետ ակնհայտ կերպով ավելի մեղմ է իրանական իշխանությունների արձագանքը եւ սա հստակ պատճառաբանություն։ Իրանական կողմը շատ զգուշանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերից եւ հաշվի առնելով դրանց շատ անկախատեսելիությունը եւ զուգահեռաբար նաեւ Բենյամին Նեթանյահուի իշխանությունների կառավարության քայլերից, որովհետեւ ակնհայտը ես մշտապես ասել եմ, սա իմ փորձագիտական վերլուծությունն է, մինչեւ քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սպիտակ տանը Իսրայելը փորձել է բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել իր պլան մաքսիմումին հասնելու համար, որը դադարեցվեց 12-օրյա պատերազմի ընթացքում։ Այսինքն այդ պլան մաքսիմումն էլ Իրանում գործող վարչակարգի փոփոխությունն է։ Հիմա Իսրայելը փորձել է դրանից օգտվել եւ կրկնում եմ, իրանական կողմի ընդհանրապես Միացյալ Նահանգների նկատմամբ ռետորաբանությունը բավականաչափ զգուշավոր է եղել 12-օրյա պատերազմից հետո, անգամ եթե խնդիրը վերաբերել է միջուկային հիմնախնդրին, որը շատ կարևոր է Իրանի համար, Միացյալ Նահանգներից հնչել են սպառնալից եւ այսպես ոչ կառուցողական, ուրեմն վերջնագրային անգամ հայտարարություններ, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, Իսրայելը բնականաբար դրան աջակցություն է ցուցաբերել, չի բացառում անգամ Իսրայելի հետ այսպես փոխհամաձայնեցան են դրանք հնչել, իրանական կողմի արձագանքը եղել է մեղմ։ Հիմա նույնն էլ այս գործողությունների ընթացքում, քանի որ մեկնարկեցին այդ գործողությունները, շատ լավ հասկանալով, որ Միացյալ Նահանգները կարող են անկախատեսելի քայլերի գնալ եւ նաեւ իհարկե Իսրայելը կարող է նման քայլերի գնալ, դրա համար էլ իշխանությունների սկզբնական արձագանքը դրանց բավականաչափ մեղմ է։ Դուք մեջբերեցիք Փեզեշքյանի հայտարարությունը, հոգեոր առաջնորդը եւս անդրադարձել է ավելի այսպես նրա անդրադարձել, այո, բայց էլի կային որոշակի կառուցողական տարրեր, այսինքն որովհետեւ նայեք, սրանց առաջ 2019 թվականին են տեղի ունեցել բողոքի գործողություններ, որոնց պատճառը Իրանում բենզինի գների կտրուկ թանկացումներ, դրա հետևանքով մի քանի շաբաթ անգամ ամիս ամբողջ երկրի տարածքում բողոքի գործողություններ են, որոնք շատ բիրտ կերպով ճնշվեցին։ Դրանից հետո 2022 թվականին արդեն գործողություններ, էլի բողոքի գործողություններ ալիք սկսվեց, դա արդեն կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված էր, որովհետև սխալ կրելու պատճառով քրդուհի էր Մահսա Ամինին ձերբակալվել էր, հետո ոստիկանական բաժանմունքում դաժանեց, հետևանքով մահացել էր եւ մի քանի ամիս շարունակ այդ բողոքի գործողությունները շարունակվում են եւ էլի այդ դրանք, այսինքն այդ իրավիճակը մեղմեց էլի կտրուկ բիրտ ուժի կիրառմամբ, բայց տեսեք 2022-ից հետո բովանդակային առումով շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։ 2023-ին սկսված Իսրայելի եւ Համասի միջև պատերազմը, որին զուգահեռ
Իսրայելը կարողացավ իր հարևանությամբ Սիրիայում, Լիբանանում, հենց Գազայի ներսում էականորեն թույլատրել Իրանի դիրքերը, իսկ արդեն 12-օրյա պատերազմի ընթացքում շատ ծանր հարված հասցնել հենց իրանական իշխանություններին իրենց երկրի ներսում, դրանով փաստացի իրանական իշխանությունների ազդեցությունը դիրքերը էականորեն թույլատրան ոչ միայն տարածաշրջանում, այլև հենց երկրի ներսում եւ հաշվի առնելով կրկնում եմ Նեթանյահու Տրամփ այս բավականաչափ անկանխատեսելի գործողությունների հավանականությունը իրանական իշխանությունները բավականաչափ զուսպ, այսպես այս պահին զուսպ վարվելակերպ են, վարքագիծ են դրսևորում թույլ չտալու համար այսպես նոր պատերազմի հավանականություն։ Իսկ դա վստահաբար ասում եմ, որ կա, դրա հնարավորությունը կա, բայց մի կարևոր հանգամանք կա, որը ավելի կաշկանդում է, որպեսզի այդ գործողություններն ընթանան։ Օրինակ, տեսեք, ես նշեցի, որ Վենեսուելայում իրադարձությունները հոգեբանական եւ քարոզչական առումով շատ մեծ ազդեցություն ունեցան իրանական process-ների վրա, բայց ի տարբերություն ուրեմն Վենեսուելայի, որտեղ կա համակարգային ընդդիմություն, այսինքն դիմադիր ուժեր կան, որոնք եւ բացի այդ կա նաեւ համակարգն այնպեսին է, որ այս պահին օրինակ փոխնախագահ ստանձնել է երկրի ղեկը եւ երկրում քաոս չի առաջանում։ Այսինքն կառավարել է իրավիճակը եւ Միացյալ Նահանգներն էլ ավելի մեծ հնարավորություններ ունի Վենեսուելայում իրավիճակը կառավարելի պահելու համար լուրջ ճգնաժամ թույլ չտալու համար։ Իրանում դա անհնարին է։ Այսինքն Իրան իհարկե միանշանակ Իրանում այս պահին այս համակարգից դուրս չկա համակարգային այնպիսի ընդդիմություն, որը կարողանա ստանձնել երկրի ղեկը եւ անցնցում իշխանափոխություն իրականացնել, դա բացառված է։ Սա է պատճառը, որ օրինակ Միացյալ Նահանգներն էլ, իհարկե Իսրայելն էլ եւ բնականաբար հաշվի առնելով նաեւ տարածաշրջանի Միացյալ Նահանգների մյուս գործընկեր երկրների դիրքորոշումը, իսկ դա Պարսից-Ծոցի-արաբական երկրներն են, Թուրքիան է, հա, որովհետեւ այն process-ները, եթե Իրանում տեղ ունենան եւ դրանք շարունակվեն ու իրավիճակը դառնա անկառավարելի, ամբողջ տարածաշրջանը շատ մեծ անվտանգային ուրեմն սպառնալիքի առաջ է կանգնելու։ Սա է պատճառը, որ որոշակիորեն կաշկանդում է Միացյալ Նահանգները։ Հիմա փորձ է արվում, օրինակ 1970 թվականին տեղ ունեցած այդ հեղափոխությունից հետո իշխանազրկված ուրեմն նախկին շահի որդու միջոցով, հա, նրա կերպարն է, ընդ որում բոլոր բողոքի գործողությունների ընթացքում նրան ներկայացվել են որպես ուրեմն երկրի ապագա առաջնորդ, բայց այդ անձը Ռեզա Փահլավին ինքը չունի նման ազդեցություն եւ կարողություններ երկրի ներսում, որտեղ կրկնում այս կրոնապետական համակարգը ինքը բավականաչափ լուրջ բազմաշերտ, այսպես տարբեր շահերի, տարբեր ազդեցություններ ունեցող մի քանի կառույցներից բաղկացած, ընդ որում մեկը մյուսին բալանսավորող համակարգ է։ Պարոն Պետրոսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ ստացվում է առանց արտաքին ազդեցության հնարավոր չէ հասնել իշխանափոխության Իրանում։ Զուգահեռ պետք է լինի, որտեվ 12-օրյա պատերազմը եղավ արտաքին ազդեցություն, չկար ներքին ուրեմն աջակցություն։ Հիմա կա ներքին բողոքի գործողություն եւ դրան պատրաստ արտաքին աջակցություն, բայց այդ արտաքին աջակցությունն էլ որոշակի կաշկանդվածություն ունի, որովհետեւ կրկնում եմ, շատ բարդ է լինելու իրավիճակը կառավարելի պահել։ Այս է ամենամեծ խնդիրը, որովհետև մենք երբ որ հիմա անգամ դիտարկում ենք աշխարհագրությունը այս գործողությունների, դրանք հիմնականում այն հատվածներում են, այդ հատկապես վերահսկողությունից դուրս եկող եւ ուրեմն բախումների տանող process-ները, այն հատվածներում, որտեղ կա Իսրայելի ավելի մեծ ազդեցություն, դա օրինակ Իրանի քրդաբնակ հատվածներն են, ուրեմն բելուջական հատվածներն են, ավելի Պակիստանի եւ Աֆղանստանի հարևանությամբ գտնվող հատվածներն են, այսինքն այնտեղ որտեղ սահմանային հատվածներ, որտեղ կա Իսրայելի ներգրավվածություն։ Սա է պատճառը, որ այսինքն եթե տեսեք, եթե անկառավարելիության ինչ-որ միջավայր
ձևավորվի Իրանի մասնակցման սցենարը շատ հավանական է, իսկ դա կրկնում փոխելու է ամբողջ տարածաշրջանի անվտանգային քարտեզը եւ դա անգամ Միացյալ Նահանգների պես մեծ պետությունը չի կարողանալու կառավարել։ Սրանով է պայմանավորված, որ դեռևս փորձում են հասկանալ թե ինչպիսի սցենարով պետք է առաջնորդվել։ Ընդ որում ասեմ, եթե անգամ այս պահին էլ թե Իսրայելը թե Միացյալ Նահանգները չկարողանան հասնել ուրեմն իրենց դրած գերխնդիրն այսքան վարչակարգի փոփոխությանը, իրենք ամեն կերպ աջակցել են այս գործողություններին, անգամ սահմանափակ ընդլայնման հնարավորություններով, որպեսզի ավելի թույլատնեն այս վարչակարգին։ Իսկ այս ընթացքում էլ իրենք փորձելու են հենց վարչակարգի ներսում գտնել գործընկերներ իշխանության փոխանցում ապահովելու համար, որպեսզի նույն տեսակ օրինակ հոգևոր առաջնորդի այդ գործոնը այլևս ազդեցություն չունենա, այլ լինեն օրինակ նույն ԻՀՊԿ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շրջանակում լինեն զինվորականներ, որոնք կարողանան կառավարել երկրում իրավիճակը։ Նման սցենարներ բազմաթիվ օրինակ կա նույն իսրայելական մամուլում ես բազմաթիվ վերլուծություններ եմ կարդացել, թե ինչպիսի ուղղություններով է աշխատում այս պահին Մոսադը, Իսրայելի ուրեմն արտաքին հետախուզությունը, որպեսզի կարողանա Իրանի ներսում այնպիսի միավորներ գտնել, այնպիսի գործընկերներ, որոնք կարողանան կառավարել պայել։ Այսինքն արտաքին լուրջ ազդեցության միակ խոչընդոտը այն հանգամանքն է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Պարոն Պետրոսյան, մի քանի հայտարարությունների անդրադառնանք։ Նախ Թրամփի հայտարարությունը մի քանի անգամ մենք արդեն մեջ բերեցինք, բայց Թրամփի այդ հայտնի հայտարարությունը, որ իրենք կարող են միջամտել, եթե Իրանի իշխանությունները որոշեն ուժ գործադրել, հետո Իրանից եղավ արձագանք, ազգային անվտանգության քարտուղարը ասաց, որ դա նման միջամտությունը Միացյալ Նահանգների կողմից կարող է ազդեցություն ունենալ, կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա, նախ ինչպես սա հասկանալ, եւ հետո նաեւ գերագույն հոգեվոր առաջնորդի այն հայտարարությունը, որ ցուցարարներին ամեն կերպ պետք է զսպել անգամ ուժի գործադրմամբ։ Հիմա մի կողմից Թրամփի հայտարարությունն է, մյուս կողմից փաստորեն ներսից էլ արդեն հայտարարում են, որ ցուցարարների այս ակցիան պետք է զսպել ինչ-որ ձևով։ Ամեն դեպքում Թրամփի հայտարարությունը կարող է կաշկանդող, այսպես ասած, պատճառ դառնալ կաշկանդելու համար, այսպես ասած, որպեսզի չգնան ճնշելու ճանապարհով, թե ամեն դեպքում իրանական վարչակարգը այս հասկանում է, թե ինչ իրավիճակի առաջ է կանգնած եւ կարող է գնալ միջև վերջ։ Ես այդպես մասնակի անդրադարձել այս հարցին։ Իրենց հիմնական խնդիրը բնական վարչակարգի հիմնական խնդիրը լինելու է իրավիճակը կառավարելի պահել եւ վերահսկողության հում վերադարձնել։ Այդ իրենց հիմնական խնդիրն է լինելու։ Բայց ստացվելու է հաշվի առնելով այս զարգացումները, որ շատ դժվար է։ Ես որտեղ նշեցի, այստեղ արտաքին միջամտության գործոնը շատ կարեւոր է։ Եվ տեսեք, համեմատեցի նաեւ նախորդ դեպքերի հետ։ Սկզբնական արձագանքը բավականաչափ մեղմ էր, անգամ նախագահի հայտարարությունները բավականաչափ մեղմ ու կարևոր էին։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որպեսզի մենք հասկանանք իրանական արձագանքի տրամաբանությունը։ Երկրի կառավարության եւ այսինքն նախագահի մոտեցումները մի փոքր ավելի մեղմ են, հոգեոր առաջնորդինը, եւ իրեն հարող շրջապատինը շատ ավելի կոշտ են։ Ընդ որում այս նույն մոտեցումները մենք բազմիցս նաև դրանց հանդիպել ենք նաև օրինակ նույն թրիպի հետ կապված, երբ որ մոտեցումների տարբերություն կար։ Այսինքն Իրանի անվտանգության, Իրանի կենսական շահերի, ռազմավարական նշանակության հարցերի հետ կապված հոգեոր առաջնորդ, այսինքն երկրի դե յուրե եւ հաստատի գլխավոր ուրեմն կառավարողը եւ նրա շրջապատը իրենք ունեն ավելի արմատական մոտեցումներ։ Կառավարությունը, նախագահը իրենք ունեն ավելի մեղմ մոտեցումներ եւ այս բալանսի մեջ է ուրեմն իրանական քաղաքականության եւ արձագանքի առանձնահատկությունը, այսինքն թույլ է տալիս մանևրել։ Օրինակ ում ինչպես պետք է, հետո դա ներկայացնում են, տեսեք օրինակ իրանական կողմը ցույց է տալիս, մեկնաբանում է, որ տեսեք այնքան էլ կոշտ չի արձագանքը, որտեղ նախագահը նախընտրում է ավելի քաղաքական եղանակներով գնալ։ Եթե պետք է Իրանի կոշտ մոտեցում ցույց տալ, հղում են անում հոգեոր առաջնորդի արդեն հայտարարություններին եւ նրա խորհրդականների մոտեցումներին։ Այնպես որ այս բալանսը պետք է հասկանալ, բայց կա այդ նուրբ գիծը, որը
ընդ որում բոլորն էլ հասկանում են, թե Իրանում, թե տարածաշրջանում եւ թե Միացյալ Նահանգներում, որ եթե այդ նուրբ գիծը հատվի, ապա իրավիճակը կարող է դուրս գալ կառավարության հունից։ Դա առաջին հերթին բնականաբար Իրանի ներսում իշխանությունների կողմից գոնե ասենք անգամ նախկինի հետ համեմատած նման ուժի կիրառման բացառումն է։ Եվ հիմնականում process-ները քաղաքական հարթությունում հանգուցալուծել է։ Այս նույնը հասկանում են նաև հատկապես Իսրայելում։ Եվ սրանով է պայմանավորված, որ հատկապես քարոզչական դաշտում այս բան իսրայելական մամուլը, Իսրայելի տարբեր պաշտոնյաներ շատ այսպես արդյունավետ կերպով աշխատում են, անընդհատ մեջ բերելով եւ անգամ ապատեղեկատվության կիրառմամբ, նույն օրինակ իսրայելական մամուլում վերջին օրերին մի քանի հետաքրքիր վերլուծություն եմ կարդացել, այն որ իրանական վարչակարգը իր վերջին օրերն է ապրում, մի քանի գաղտնի անվտանգային խորհրդի նիստեր են տեղի ունեցել, մտածում է անգամ հոգեոր առաջնորդին երկրից դուրս բերելու խնդիր, այսինքն նման քարոզչական շատ հետաքրքիր ուրեմն թեմաներ են տարածվում ամբողջ տարածաշրջանային մամուլում ամեն օր տարբեր վայրերից բողոքի գործողությունների վերաբերյալ տեսանյութեր են տարածում, ընդ որում դրանց մեծ մասը ուրեմն նախկին ուրեմն գործողությունից վերցված կադրեր են եւ նրանք ներկայացում են այս վերջին գործողությունների վերաբերյալ։ Այսինքն անցել են հիբրիդային պատերազմ։ Այո, դա կա, հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Արդյոք իրանական իշխանությունները կարողանան այս կարևոր շրջափուլում այնպես կառավարել այս ճգնաժամը, որպեսզի դա թույլ չտա արտաքին միջամտության։ Իսկ դրա հնարավորությունը, տեսեք, հիմա որքան էլ ես տեսականորեն հիմնավորում եմ, որ Միացյալ Նահանգները խուսափում է, որտեվ կա SSS խնդիրները, բայց պետք է հաշվի առնել, որ թե Միացյալ Նահանգներում եւ թե Իսրայելում այսօր այնպիսի իշխանություններ են, որոնց գործողությունները շատ հաճախ տրամաբանության հետ կամ փորձագիտական վերլուծությունների հետ այնքան էլ համահունչ չեն, այսինքն շատ կտրուկ ուրեմն որոշում կարող է կայացվել միջամտության եւ հետո արդեն մնացած զարգացումները հնդածս կարգավորեն։ Այսինքն բոլոր սցենարները հնարավոր։ Բոլոր սցենարները հնարավոր եւ կրկնում անգամ իրանական կողմը այս իրավիճակը հենց այդ նույն տրամաբանությամբ էլ հասկանում եւ վերլուծում է։ Եվ վերջում հասկանանք նաեւ պարոն Պետրոսյան, թե սա ինչպես կարող է անդրադառնալ ընդհանուր տարածաշրջանային զարգացումների վրա եւ հատկապես Իրան-Հայաստան հարաբերությունների մասով նկատի ունեմ, որովհետեւ գիտեք, դուք էլ նշեցիք, որ վերջին շրջանում շատ ենք լսում Թրիփի հետ կապված այսպես մտահոգիչ հայտարարություններ, Վիլայեթի շուրթերով վերջինը լսեցինք, որ իրենք Թրիփի այդ գաղափարին կողմ չեն, դեռ ունեն կասկածներ, վստահ չեմ, որ դա բխում է նաեւ իրենց շահերից եւ այսպես շարունակ։ Հիմա եթե այս հակասությունները խորանան, նկատի ունեմ Միացյալ Նահանգներ, Իրանը կարող է իր վերաբերմունքը եւ կամ մոտեցումը ավելի կոշտացնել Թրիփի հետ կապված եւ Հայաստան-Իրան հարաբերություններում կարող են նաեւ խութեր լինել, թե մեկը մյուսի հետ այսպես չի կարելի կապել։ Տեսեք, մի քանի տարբերակներ պետք է քննարկել ձեր հարցի հետ կապված։ Առաջինը թե ինչ մասշտաբի խորանան գործընթացները։ Այսինքն եթե այնուամենայնիվ այս պետք է ֆիքսենք մի հանգամանք Իրանում անկայունությունը որևէ կերպ չի բխելու Հայաստանի շահից եւ ընդհանրապես տարածաշրջանում անվտանգային իրավիճակից։ Ամենապարզ օրինակը ձեզ ամենատեսանելի օրինակը նշեմ։ Մենք գիտենք, որ նույն Թրիփ նախագիծը կապ չունի իրանական իշխանությունների ինչ մոտեցում ունեն դրան։ Ինքը գնալու է աշխարհագրորեն Իրանի սահմանին անմիջապես զուգահեռ։ Եվ Իրանում անկայունությունը վստահաբար նաև ազդելու է այդ նախագծի անվտանգության վրա։ Այսինքն այն բիզնես հետաքրքրությունները, աշխարհատնտեսական կարևորությունը այս նախագծի էականորեն նվազելու է, եթե Իրանում իրավիճակը գնա անկայունության։ Սա ամենապարզ օրինակն եմ ձեզ ասում, որպեսզի հասկանանք, այսինքն եթե այնտեղ կա անվերահսկելի իրավիճակ այդ սահմանին, այդ սահմանից մշտապես այդ ընդամենը 43-44 կիլոմետրից անընդհատ լինելու է անվտանգային սպառնալիք։ Իսկ սա այդ նախագծի այն գլոբալ առումով, ինչպես ներկայացում է բազմաշերտ նախագծի
աշխարհատնտեսական հնարավորությունը էականորեն նվազեցնել է։ Հիմա եթե նայում ենք այս տեսանկյունից, բնականաբար կրկնում չափազանց կարևոր է, որպեսզի Իրանում իրադարձությունները լինեն կառավարելի։ Մյուսը սա նշվում է ամենավատար սցենարի դեպքում։ Ամեն դեպքում ինչպիսի հանգուցալուծում էլ լինի, միանշանակ է, որ սրա հետևանքով Իրանում գործող վարչակարգն ավելի է թուլանալու։ Վարչակարգը թուլանալու է եւ բնականաբար քանի որ շատ կարևոր ազդեցություն ունի իրենց քաղաքականության վրա քարոզչական կողմը, իրենք փնտրելու են խնդիրներ տարածաշրջանում եւ ավելի սուր ռետորաբանություն են կիրառելու այդ խնդիրների նկատմամբ, ցույց տալու որքան էլ Իրանի ներսում անկան, որքան էլ կան արտաքին մարտահրավերներ, բայց դեռևս Իրանը ուժեղ է եւ իր համար տարածաշրջանում ինքը իր ազդեցությունը շարունակում է պահպանել։ Այսինքն ես կանխատեսում եմ, որ երկրորդ փուլը, եթե անգամ կառավարելի են դառնան, իրենք ավելի զգայուն են դառնալու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված, հատկապես հաշվի առնելով, որ կա մեծ հնարավորություն Միացյալ Նահանգների դրանց ներգրավվածության։ Դուք վելայաթի հայտարարությունը նշեցիք, ինքը ասում էր, չէ, ասում էր թրիպը նույնքան մեզ համար խնդարույց է, որքան Զանգեզուրի միջանցքը։ Տեսեք, եթե Զանգեզուրի միջանցքում օրինակ, հա, վերահսկողությունը թուրքական էր, այսինքն Թուրքիա-Ադրբեջան, հիմա թրիպի դեպքում իրենք այդպես են դիտարկում, որ կա Միացյալ Նահանգների ներգրավվածություն, այսինքն այն երկրի, որի ղեկավարը հայտարարում է, որ եթե իրանական իշխանությունները բիրտուժ կիրառեն, իրենք միջամտել են։ Այսինքն այսքանով ավելի զգայուն են դառնալու, նաև այս հանգամանքը հաշվի առնելով ավելի զգայուն են դառնալու Հայաստանի հետ կապված այդ տարբեր պրոյեկտների մասով եւ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով։ Այնպես որ ամեն դեպքում չափազանց կարևոր եւ մտահոգիչ իրավիճակ է, անկախ դրա զարգացման սցենարից կրկնում այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպեսի սցենարով դրանք կընթանան, որտեղ անկանխատեսության գործոնը չափազանց մեծ է, բայց Հայաստանի Հանրապետությունը հայկական կողմը որևէ կերպ չի կարող ուրեմն աչքաթող չանել եւ աչքաթող անել եւ մաքսիմալ ուշադրությամբ չհետևել այս process-ներին, նաեւ իհարկե իր արձագանքի տարբերակներն ունենալու պայմանով։ Կրկնում եմ, իրենք սկսեցին այս process-ները սկսեցին անկանխատեսելի սցենարով, բայց շատ մեծ է, որ դրանց վրա լինելու է շատ մեծ արտաքին ազդեցություն եւ հետեւաբար դա էլ հաշվի առնելով եւ նաեւ այն ինչ որ այսօր աշխարհում տեղ են ունենում, դրանք էլ հաշվի առնելով վստահաբար պետք է պատասխանել տարբեր սցենարի ունենալով գործողության տարբեր տարբերակներ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։